Այսօր կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը կանանց նկատմամբ բռնությունը դատապարտող պաստառներով բողոքի ակցիա եւ երթ անցկացվեց։ Ի հիշատակ ընտանեկան բռնության զոհ 20-ամյա Զարուհի Պետրոսյանի։ Հիշեցնեմ, երկկողմանի ծնողազուրկ մանկահասակ երեխայի մայր 20-ամյա Զարուհի Պետրոսյանը Մասիս քաղաքում ամուսնու եւ սկեսրոջ կողմից խոշտանգումների եւ ծեծի հետևանքով գանգուղի հեմատոմայով, մատի կոտրվածքով եւ մարմնի տարբեր հատվածների արյունազեղումներով հոկտեմբերի 1-ին հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել էր։ Զարուհի Պետրոսյանի ամուսինը Յանիս Սարգիսովը ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ։ Այսօրվա երթին մասնակցում էին նաև Զարուհուն ճանաչող հարևանները, քույրը Հայաստան Պետրոսյանը, իր փոքրիկ աղջկա հետ եւ քրոջ սկեսուրը Անահիտ Կարապետյանը։ Մարդ $300 համար այդ երեխի գլուխը կերավ։ Երավ, այո։ Պատճառը փող էր։ Հասարին ինչև է ծեծ բռնություն։ Շատ։ Տարածորը մի 3-4 ամիս է նորմալ է, դրանից հետո միշտ ծեծուջարդ։ Եղե ու գախտներ պահում, ես վերջերս նորը սկսեց, որ բերեցի մեր տուն, 15 օր պահետ երեխին, նորս վերջեր երեխին վիզարա, որ իրան ծեծում, ջարդում են սաղջանը կապտած, կապուտ լողակ, ջարդված, ասինչ էլ ասեց կիսուրսա ժառովնով խփե, մեջքը լրիվ կապտած։ Հույսով եմ, որ շատ կանանց կօգնի այս ցույցը, որ խոսեն իրենց հետ կատարվածի մասին։ Դա երև ինքը պիտի խոսեր, բայց լռել է։ Պիտի չլռել, այո, լռեց։ Վախ կար, ինչ կար, այդ երեխին, որ վախցնում են ինչին անը, որ ինչև վերջ այդ երեխին լռում էր։ Ոչ մի բան չէր պատմում։ Լռությամբ իր մահը տարավ։ Մինչդեռ սկեսուրը մինչ օրս ձերբակալված չէ եւ չի ենթարկվել պատասխանատվության։ Ավելին, նրա խնամակալության տակ է այժմ գտնվում Զարուհու 1.5 տարեկան երեխան, վրդովված ու մտահոգ են հարազատները։ Վախենում ենք, բայց դե մեզ դեռ թույլ չեն տալիս երեխային տեսնենք։ Երևի Հայաստանում նման դեպք, նման կիսուր չկա։ Ու հիմա էլ բողոքներ ա ներկայացնում, որ երեխան տան իրեն, որդեգրի ինքը երեխային խնամակալ ճանաչի, մինչև տղեն ազատվի։ Իսկ եթե երեխային տվեցին իրան, պարզա, որ ամուսնուն պետք է մեղմացուցիչ դատ լինի։ Դրա համար մենք չենք ուզում, որ նրա մարդասպանների մոտ երեխա մնա։ Ընդհանրապես պատշպանված չի, որտեղ օրենքները չկա եւ անոնք որ կորձում են այսպիսի ակտեր են անում չեն պատժվում եւ դա ցույց է տալիս հասարակությանը, որ դու կարաս տենց բաներ անես եւ կարող ես շատ ազատ ապրես ու ոչ մեկը քեզ ոչ մի պատիժի չի ենթարկելու։ Հայաստանում յուրաքանչյուր երրորդ կին ենթարկվում է բռնության որևէ տեսակի, ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական։ Վկայակոչելով իրենց անցկացրած հետազոտությունները փաստում է կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը։ Նշում են հոգեբանական, որտեղ հոգեբանական ավելի հեշտ է նշել, քան ֆիզիկական, երբեմն ամոթխացություն կա, բայց ներկա տվյալներով հոգեբանականը ավելի շատ։ Երթի մասնակիցները Կասկադ համալիրից շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, ճանապարհին բաժանելով թռուցիկներ, ստորագրություններ հավաքելով Զարուհու սպանության գործով դատավարության արդար ընթացք եւ դատավճիռ կայացնելու պահանջով, նաեւ անցկացրեցին դրամահավաք, որի արդյունքում հավաքված գումարը կփոխանցվի Զարուհու մանկահասակ երեխայի համար բացվելիք հաշվի համարին։ Երթի կազմակերպիչ 7 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին միացել էին նաեւ խնդրով մտահոգ այլ քաղաքացիներ, ազգային ժողովի падգամավորներ, Դաշնակցության խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը եւ Ժառանգություն խմբակցության անդամ Ռաֆի Հովհաննիսյանը։ Մենք ենք պատասխանատու եւ մեղավոր եւ մեր լրությունը մեղսակցության հոմանիշ է, այդ լրությունը մենք պիտի կարողանանք հաղթահարել եւ բարձրացնել, միասին կանգնել, մինչեւ որ ըստ էության եւ մեծամասամբ արմատախիլ լինի այս աղթը։ Երթի վերջում մասնակիցները Զարուհի Պետրոսյանի սպանության գործով դատավարության արդար ընթացք եւ արդար դատավճիռ կայացնելու պահանջով նամակներ հանձնեցին Հայաստանի կառավարություն եւ Հայաստանի գլխավոր դատախազություն։ Երթն ավարտվեց լուռ մոմավառությամբ։ Այսօրվա երթով Հայաստանում մեկնարկեց կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակը։